Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ։ Այսօր ուզում ենք ձեզ համար պատրաստել պաղպաղակ միլկա։ Այս պաղպաղակը կոչվում է միլկա, այսինքն տորտ պաղպաղակ է սա։ Ես ուզեցի, որ անպայման դուք էլ տեսնեք, քանի որ շոգ է դրսում եւ շատ տեղին է այս տորտը։ Եվ այսպես այդ տորտ միլկան պատրաստելու համար մեզ հարկավոր է թխվածքաբլիթներ, իհարկե եթե դուք ունեք շոկոլադե թխվածքաբլիթներ, վերցրեք շոկոլադե, որովհետև մեզ հարկավոր է, որ այն դարձնենք շոկոլադե։ Շոկոլադի գույնի կարելի ասել եւ համի։ Հիմա ես մանրացնեմ այս թխվածքաբլիթները, գիտեք արդեն ինչպես ենք մանրացնում, կամ գրտնակի օգնությամբ տոպրակի մեջ, կամ միքսերով։ Ուրեմն արդեն տեսեք մանրեցրել եմ ես թխվածքաբլիթները, ավելացնում ենք հալած կարագը, և ավելացնում ենք մեկ ճաշի գթալ կակաո, որպեսզի դարձնենք շոկոլադե։ Իսկ եթե ձեզ մոտ արդեն շոկոլադե թխվածքաբլիթներ են, պետք չէ կակաո։ Լավ խառնում ենք։ Սիրելիներս, ես արդեն լավ խառնեցի, հիմա տեսեք խորիզի նման պետք է լինի, որպեսզի ավելի խոնավ լինի, ավելացնում ենք այստեղ մեկ ճաշի գթալոկես սերուցք, այսպես, նորից լավ խառնում ենք, սիրելիներս, պատրաստ է արդեն մեր փշուրը, այսպես ասած, շոկոլադե փշուր ստացան, հիմա տեսեք, սովորական ձևամանի մեջ ես դրել եմ յուղաթուղթ, տեսեք, այսպես, և ես գիտեմ, որ բոլորը չէ, որ ունեն այս ացետատնի, ինչ ենք կոչում սրան, որ եզրերը փակում ենք տորտի, այդ պատճառով ես իմնել է շատ նեղ, լայն չեմ կարողանում ջարել առայժմ, ես սովորական ֆայլն եմ կտրել և շատ լավ է ստացվում, շատ լավ մաքրել եմ ու նոր դրել եմ, բոլորն էլ այդպես անում են, այնպես որ չմտածեք սա թունավոր է կամ ինչ-որ ճիշտ չէ։ Եվ արդեն մեր փշուրը լցնում ենք ձևամանի մեջ, անպայման հատակը յուղաթղթով ենք պատելու, չմոռանաք խնդրում եմ։ Այսպես։ Եվ արդեն մի փոքր տարածում ենք, հավասար, և բաժակի օգնությամբ այսպես ամրացնում ենք լավ։ Աշխատեք հավասար լինի, որ հատակը մեր տորթի հավասար երևա։ Լավ այսպես սեղմում ենք։ Այսպես սիրելիներս, մի փոքր մաքրեմ բաժակի հատակը։ Հիմա դնելու ենք սառցախցիկ։ Առաջին քայլը ավարտեցինք արդեն։ Ուրեմն մեզ հարկավոր է 400 գրամ սերուցք, սառը վիճակում, և 250 գրամ խտացրած կաթ, նույնպես սառը վիճակում, նախապես խտացրած կաթը դրեք սառցախցիկ։
Հիմա հարում ենք, հենց որ կպնդանա արդեն սերուցքը, քիչ-քիչ կավելացնենք խտացրած կաթը։ Մի փոքր հարելուց հետո, որ արդեն սկսում է ամրանալ, սերուցքը ավելացնում ենք վանիլինը։ Եվ արդեն ավելացնում ենք խտացրած կաթը, ներողություն։ Սիրելիներիս, արդեն պատրաստ է, տեսեք, ասեմ, որ խտացրած կաթը ավելացնելուց եւ հարելուց հետո մի փոքր թուլանում է զանգվածը, սա պիտի այսպես լինի։ Չզարմանաք, որ ինչու թուլացավ սերուցքը, սա այսպես է լինելու։ Անցնում ենք հաջորդ քայլին, ուրեմն մեզ հարկավոր է սև շոկոլադ, կուզեք կատնային վերցրեք, ուղղակի ես չունեի կատնային, ինձ մոտ սև շոկոլադ է, առանց որևէ բանի, ուղղակի մաքուր շոկոլադ է, եւ 70-ից 80 գրամ սերուցք ենք վերցնում։ Հիմա պիտի հալեցնենք սա միասին, այսպես։ Միկրոալիքային վառարանում ենք հալեցնելու, հենց որ կսկսի հալվելը արդեն հանեք, որովհետև շատ պետք չէ, որ տաքանա։ Բավականին հալվել է, հիմա այնքան պիտի խառնենք, մինչև սերուցքը արդեն չերևա, մերվի շոկոլադի հետ ու դառնա համասեր զանգված։ Այնքան այնպես պիտի անենք, որ գնդիկներ չմնա, որ տոպրակը սեղմելը չխանգարի մեզ, խնդրում եմ, շատ ուշադիր այսպես հալեցրեք շոկոլադը։ Հիմա դատարկում ենք մեր տոպրակի մեջ։ Վերցնում ենք երկու միանման ամաններ, չափերի առումով եմ ասում, ու մեր զանգվածը այս բաժանում ենք երկու հավասար մասերի։ Հիմա տեսեք, բաժանեցինք արդեն երկու հավասար մասերի։ Հիմա մեկ մասի վրա ավելացնում ենք կակաո, մի փոքր այսպես գնդիկները վերացնենք ու ավելացնում ենք կակաոն, որպեսզի ունենանք շոկոլադե զանգված։ Եվ զգուշությամբ խառնում ենք։ Այսպես, պատրաստ է արդեն։ Պատրաստ է արդեն հավաքում ենք մեր տորթը, բոլոր բաղադրիչները պատրաստ են։ Տեսեք, այսպիսի գնդիկներով, նայեք, այսպես տեղավորում ենք իրարից մի փոքր հեռու, ամենասկզբից շոկոլադե գնդիկներն ենք տեղավորում։ Հետո տեղավորում ենք սպիտակը։ Ասեմ, որ շոկոլադե խյուսը, այս զանգվածը ավելի ամուր է, քան սպիտակը,
Չզարմանաք, որովհետև շոկոլադ ենք ավելացրել։ Հիմա տեսեք, այս մեր շոկոլադի զանգվածով, այսպես, տեսեք, շրջանակներ ենք անում, այսպես։ Եվ մի փոքր էլ այսպես պատերին ենք անում, որ գեղեցիկ լինի, վերջ։ Ու նորից շարունակում ենք, մի փոքր հարթեցնում ենք, շատ քիչ։ Այսպես։ Եվ նորից շարունակում ենք։ Արդեն շոկոլադը վերջում ամբողջովին, տեսեք, այսպես տարածում ենք մեր պաղպաղակի վրա։ Այսպես։ Հիմա փայտիկի օգնությամբ, տեսեք, առանց մինչև ներքև տանելու վերևից, վերևի մասից, այսպես, տեսեք, այսպես նախշեր ենք անում։ Այսպես։ Ընդամենը վերևի մասից, այսպես։ Վերջ։ Դնելու ենք սառնարան, սիրելի հետևորդներ, մինչև շատ լավ սառի։ Ասեմ, որ իրականում պիտի մոտավորապես 3-4 ժամ մնա սառնարանում, բայց քանի որ մենք անհամբեր ենք ձեզ հետ, ես կնայեմ, տեսնեմ, կստուգեմ, եթե արդեն հնարավոր լինի կտրելը, ուրեմն կհանեմ սառնարանից։ Կտեսնվենք։ Եվ արդեն տեղադրում ենք
արդեն պատրաստ է մեր պաղպաղակ տորթը, միլկա կոչվող, ասել որ կտրելուց անպայման դանակը պիտի մի քիչ տաք լինի, որ վերևի մասը շոկոլադը չկոտրվի։ Արդեն կոտրում ենք։ Սիրելիներս, ստացանք շատ համեղ պաղպաղակ եւ տեսքն է լավ եւ ոչ ոք չի մտածի, որ սա պաղպաղակ տորթ է եւ կոչվում է միլկը։ Այսպես, ուզում եմ ձեզ ասել, եթե դուք վերցնելու եք 26 սանտիմետրանոց ձևաման եւ կուզեք, որ ավելի բարձր ստացվի, առիթ ունեք ինչ-որ ծնունդ, երեխայի, մի խոսքով հյուր ունեք, եթե կուզեք, որ ավելի բարձր լինի, այս չափից ուրեմն բաղադրիչները 2 անգամ շատ վերցրեք, 1 անգամ ավելացրեք, այսինքն 2 բաժի վերցրեք, այսքանը եւ արդեն կստանաք բարձր գեղեցիկ տորթ կամ ձևամանը փոքր վերցրեք, որպեսզի ավելի բարձր ստացվի։ Այսքան իմ շատ սիրելի հետևորդներ, շնորհակալ եմ ձեզ, ինձ թվում է ձեզ դուր կգա, կդիտեք, այս վերջերս այդքան էլ դիտումները լավ չեն, բայց ես հասկանում եմ, որ ամառ է, բոլորը զբաղված են, դուրս են գնում, զբոսնում են, տանը չեն, մի խոսքով, բայց խնդրում եմ անպայման դիտեք մինչև վերջ ու ինձ թվում է դուր կգացեք, դուք էլ անպայման կպատրաստեք, այսքանը սիրում եմ բոլորի ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոցում։